Ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Ահա մի պարզ հարց, որին ամեն անհատ պարտավոր է պատասխանել։ Եվ եթե գոհացուցիչ պատասխան չտա, հավիտենապես պիտի կորչի և տանջվի դժոխքում։ Փառք Աստծո, որ այս հարցը տրվել և պատասխանվել է Աստծո խոսքի մեջ այնքան հստակ կերպով, որ ամեն մարդ կարող է հասկանալ։ Ուրիշ հարցեր էլ կան Աստծո խոսքում, որոնք բացատրում են փրկության ծրագիրը, սակայն միայն մի տեղ է գրված կոնկրետ այս հարցը և նրա պատասխանը փրկության վերաբերյալ։ Պողոսին ու Շիղային բանտարկել էին Ֆիլիպպեի բանտում, կեսգիշերին նրանք երգում ու աղոթում էին, և Աստված բանտի դռները բացեց մի մեծ երկրաշարժով, կոտրեց այն շղթաները, որոնցով կապված էին նրանց ոտքերը։ Խեղճ բանտապետը ահ ու դողով մատնված, իր մեղավոր լինելուն համոզված, եկավ այս երկու քարոզիչների մոտ և հարցրեց գործք առ Ժ.Զ. 29:31, ճրագ ուզեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջին ընկավ, նրանց դուրս հանեց և ասաց. «Տերեր, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք էլ ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվես դու և քո տունը»։ Ես ինչ անեմ, որ փրկվեմ։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ու պիտի փրկվես։ Այս է Աստծո փրկության ծրագիրը ամեն մարդու, կնոջ և երեխայի համար, որ եկել է այս աշխարհ։